Օրենքը իշխանություն ունի ադամական բնության վրա, այսինքն ադամական բնությունը դա մեղքի բնությունն է, մարդը եթե ապրում է մեղքի մեջը, օրենքը դատում է, ու Տերը ինչ արավ, Տերը վերջ տրեց ադամական բնությանը, Տերը ինչ արավ, Տերը դատեց, Տերը խաչի վրա դատեց այդ բնությանը։ Հիմա երբ որ Աստված դատելու է երկիրը, աշխարհը երբ որ դատելու է, Աստված դատելու է այդ Տիրոջ կատարած աշխատանքի հիմքի վրա։ Այսինքն Տերը խաչի վրա ինչ արավ, Տերը խաչի վրա վերջ տվեց Ադամի բնությանը։ Եթե մենք ապրում ենք Ադամի մեջը, մենք այդ դատապարտության ներքո ենք։ Մեզ պետքա պարզ տեսնել օրենքի եւ շնորհքի մեջ մնալը։ Այսինքն եթե մենք գտնվում ենք ադամական բնության ոլորտում, մենք գտնվում ենք օրենքի ներքո, որը դատում է մեզ։ Երբ որ մենք գտնվում ենք Քրիստոսի մեջը, շնորհքի մեջը, մեր կյանքում իրականանում է Աստծո արդար պահանջները, որը օրենքով է արտահայտված։ Ու ոչ թե օրենքը մեզ դատում է, այլ օրենքի միջոցով Աստված փառավորվում է ու մենք փրկվում ենք։